Արմավիրում կրկին կրակոցներ են հնչել կազո։ Այսօր սեպտեմբերի 27-ին կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում, ինչպես հայտնում է Շամշան.com-ը, ժամը 19:40-ի սահմաններում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և նույն վարչության Արմավիրի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արաքս գյուղում կրակոցներ են հնչել և կա վիրավոր։ Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ Այս պահին ոստիկանները և բարեկները պարզում են վիրավորի ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին, որ կրակոցներ արձակողը գյուղում հայտնի է որպես հոգեկան խնդիրներ ունեցող։ Լրագրող Լիա Սարգսյանը հայտնել է, որ վիրավորում ստացած քաղաքացին մահացել է։ Ինչպես հայտնի է, այս պահին գյուղում լարվածություն է տիրում, բնակիչները ցնցված են, իսկ իրավապահները փորձում են վերահսկել իրավիճակը։ Որտեղից այսքան զենք մի փոքր Հայաստանում։ Այս հարցը վերջին շրջանում հնչում է գրեթե յուրաքանչյուր նման միջադեպից հետո։ Հայաստանի գյուղական և քաղաքային համայնքներում հաճախ զենքի ազատ շրջանառությունը մտահոգիչ մակարդակի է հասել։ Մի մասը հին պահեստային զենքեր են, որոնք դեռևս տարբեր տարիների պատերազմների ժամանակ մնացել են մարդկանց մոտ, մյուս մասը անօրինական ճանապարհներով երկրում հայտնված զենք, որից շատերը մաքսանենգ ուղիներով ներթափանցել են, և կան նաև օրինական գրանցված զենքեր, որոնք մարդկանց կողմից օգտագործվում են ոչ թե պաշտպանության, այլ վեճերը լուծելու համար։ Այս ամենը վկայում է մեկ բանի մասին՝ վերահսկողությունը թերի է, մինչդեռ յուրաքանչյուր զենք, որը դուրս է մնում պետական հսկողությունից, վաղ թե ուշ կարող է վերածվել հանցագործության գործիքին։ Ինչու ենք այսքան անհանդուրժող դարձել։ Կրակոցները միայն զենքի առկայության հետևանք չեն, դրանք նաև հասարակության ներսում խորացած անհանդուրժողականության դրսևորում են։ Վերջին տարիներին Հայաստանում նկատվում է սոցիալական լարվածության աճ, սոցիալական խնդիրները, աղքատության մակարդակը, անարդարության զգացումը մարդկանց մղում են ավելի սուր արձագանքների։ Վստահության կորուստ պետական կառույցների հանդեպ։ Մարդիկ շատ դեպքերում համոզված են, որ դատարան դիմելու կամ իրավապահներին տեղեկացնելու դեպքում արդարություն չեն ստանա։ Արդյունքում վեճերը փորձում են լուծել սեփական ուժերով։ Քաղաքական և հասարակական բևեռացում։ Հասարակության ներսում աճել է բաժանարար գիծը իմ և քո միջև։ Այս բևեռացումը ոչ միայն քաղաքական դաշտում է, այլև գյուղական ու քաղաքային միջավայրում։ Կենցաղային մշակույթի խնդիրը։ Մեզ մոտ հաճախ սովոր է, որ վեճը լուծվում է բարձր ձայնով, ուժի կիրառմամբ կամ առավել վատն է զենքով։ Այս իրավիճակը ոչ միայն օր-օրի ավելի վտանգավոր է դառնում, այլև հասարակության համար հոգեբանական մեծ հարված է։ Ամեն նոր կրակոց հասարակության վստահությունը խաղաղ ու անվտանգ ապագայի հանդեպ ևս մեկ քայլով նվազեցնում է։ Ինչ անել։ Այս հարցը միայն ոստիկանության կամ ԱԱԾ-ի իրավասության մեջ չէ, այստեղ պահանջվում է համակարգային մոտեցում։ Զենքի շրջանառության խիստ վերահսկողություն։ Ապօրինի զենքերի համընդհանուր հավաքագրման և բռնագանձման գործընթաց, ինչպես նաև գրանցված զենքի օգտագործման խստագույն վերահսկում։ Արդարադատության համակարգի բարելավում։ Մարդիկ պետք է հավատան, որ վեճը դատարանում լուծվում է արդար և օբյեկտիվ։ Հասարակական կրթական ծրագրեր։ Գյուղերում և քաղաքներում պետք է տարվեն սոցիալական և կրթական աշխատանքներ՝ զսպելու բռնության մշակույթը։ Սոցիալական խնդիրների լուծում։ Աղքատության և անարդարության զգացումը հաճախ դառնում են բռնության խորքային պատճառ։ Արաքսում գրանցված կրակոցը միայն մեկ գյուղի ողբերգություն չէ, այն ամբողջ հասարակության դիմանկարն է։ Մենք դարձել ենք անհանդուրժող, արագ բորբոքվող և հաճախ բռնությանը դիմող։ Եվ մինչ մենք չենք լուծել այս խնդիրների արմատները, յուրաքանչյուր գյուղում և քաղաքում միշտ կգտնվի մեկը, ով կփորձի վեճը լուծել զենքով։ Սոցիալական ցանցերում Արաքսի կրակոցը և Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությունը հաճախ հիշատակվում են մեկ շղթայում։ Դրա պատճառները և հնարավոր կապերը կարելի է այսպես բաժանել։ Ինչու են կապում իրար։
Տարածաշրջանային համատեքստ։ Երկու դեպքերն էլ Արմավիրի մարզում են ընդամենը օրերի տարբերությամբ։ Մարզում վերջին շրջանում լարվածությունը, կրակոցները և արյունալի դեպքերը հաճախակի են դարձել, ինչն էլ մարդկանց մոտ ստեղծում է միևնույն աղբյուրից սնվող բռնության տպավորություն։ Զենքի ազատ շրջանառություն։ Թե Մերձավանում, թե Արաքսում գործի է դրվել զենքը։ Սա վկայում է այն մասին, որ մարզում զենքի վերահսկողությունը թույլ է և գրեթե ցանկացած վեճ կարող է վերածվել կրակոցների։ Հասարակական անհանդուրժողականություն։ Երկու դեպքում էլ առկա է նույն արմատը՝ վեճերը լուծելու պատրաստակամություն ուժով, այլ ոչ թե իրավական ճանապարհով։ Սա խորքային, մշակութային և համակարգային խնդիր է։ Կա իրականում կապ, թե ոչ, փաստացի ոչ։ Այս պահին պաշտոնական քննությունը որևէ կապ չի հաստատել երկու դեպքերի միջև։ Արաքսի միջադեպը համագյուղացիների կենցաղային վեճ էր, մինչդեռ Փարաքարի սպանությունը շատ ավելի լայն, կազմակերպված և քաղաքական ենթատեքստ ունեցող հանցագործություն։ Հանրային ընկալմամբ՝ այո, կա։ Մարդիկ տեսնելով, որ միևնույն մարզում օրերի տարբերությամբ գրացվում են հրազենային լուրջ միջադեպեր, դրանք ընկալում են որպես ընդհանուր խնդրի հետևանք։ Կարելի է ասել, որ ուղղակի կապ չկա, բայց կա ընդհանուր համակարգային կապ։ Թույլ իրավական համակարգ, զենքի անօրինական շրջանառություն, հասարակության մեջ կուտակված լարվածություն, պետական վերահսկողության բացեր։ Այս բոլոր գործոններն են պատճառ, որ Փարաքարի դեպքից հետո նման միջադեպերը հասարակության աչքին դառնում են շարունակություն, անգամ եթե անմիջական կապ չունեն։